Լոռու մարզի 105 գյուղական համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը խանգարող հանգամանքները գրեթե նույնն են, խնդիրները ևս։ Կառավարության արոտների կառավարման եւ անասնապահության զարգացման խթանման ծրագիրը կյանքի կոչելու համար երկարատև բացատրական աշխատանքների անհրաժեշտություն կա։ Գյուղացիներից շատերը կոոպերացիա ասվածը կոլեկտիվ են հասկանում։ Ծրագիրը լուծում է մի շարք կենսական հարցեր։ Ճշգրիտ կառավարման շնորհիվ աշխատանքների համախմբված իրականացում, գյուղտեխնիկայի ձեռքբերում, ինչը համայնքները չունեն, եղածն էլ հնամաշ է։ Արոտների ջրարբիացում, ճանապարհների վերակառուցում, մթերման կայանների ստեղծում։ Քարինչ համայնքն ունի 176 ծուղ եւ 756 բնակիչ։ Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, սակայն պահողների թիվը վերջին տարիներին կտրուկ նվազել էր։ Մսի եւ կաթնամթերքի գների թանկացման հետ վիճակը փոքր-ինչ բարելավվել է։ Գյուղապետ Նորիկ Մկրտումյանն ասում է, որ արտերկրից ներմուծած ցեղական խոշոր եղջերավորներ ձեռք բերելու մտքից հրաժարվել են։ Հասկացել են, մեր կլիմայական պայմաններում տեղականն ավելի ձեռնտու է։ Գյուղի հիմնական խնդիրը արոտների հարկուտուրքի գանձումն է։ Գյուղն ունի 700 հեկտար արոտավայր, 99 հեկտար վարելահող եւ 140 հեկտար խոթարք։ Վարելահողերը չմշակելու հետևանքով ամբողջովին վերածվել են խոթարքերի։ Մեր հիմնական գյուղի հետ կապված խնդիրը դա գյուղտեխնիկայի ձեռքբերումն է, որ չունենք հնձիչ, գութան, պրես եւ այլն ոչ մի բան չունենք։ Կաշխատենք ձեռք բերել, այստեղ խնդիր ունենք համայնքի ներդրման հարցում, մոտավորապես հաշվարկել ենք 4 միլիոն դրամ է կազմում, կաշխատենք ինչ-որ ճանապարհով ձեռք բերենք, անպայման, որպեսզի ծրագիրը իրականացնենք։ Այս համայն կարոտների կառավարման եւ անասնապահության զարգացման խթանման ծրագրի համակարգողն առաջին անգամը չէ, որ այցելում է։ Այս անգամ մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի հետ միասին։ Քարինջեցիների մեծ մասն արդեն հասկացել է ծրագրի էությունը։ Ծրագրի Լոռու մարզի համակարգող Անդրանիկ Կարապետյանն ու գյուղվարչության պետ Գրիգոր Հակոբյանը գյուղացիների առաջարկով ցուցակագրում են կոոպերացիայի խորհրդի եւ նախագահության անդամներին։ Հիմնականում ծրագիրը ուղղվածություն ունի անասնապահության զարգացման, որը կոժանդակի մսի, կաթի իհարկե գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացմանը։ Գյուղերը ընտրվել են ըստ իրենց ունեցած անասնագլխաքանակի, հողատարածքների եւ հիմնականում շեշտը դրվել է տարածքին, քանի որ տվյալ տարածքը հողագործությամբ չի զբաղվում, զբաղվում են միայն անասնապահությամբ։ Թումանյանի տարածքի անասնագլխաքանակի 50%-ը կենտրոնացված է նշված մոտկորի տարածքում։ Լոռու մարզում ծրագիրն ընդգրկել է 6 համայնք Մարցի տարածքից, ինչպես նաև Դսեղ, Չկալով եւ Դեբետ համայնքները։ Անդրանիկ Կարապետյանն ասում է, որ անհատական գործունեության ժամանակ մարդիկ բավականին վնասներ են կրում։ Կոոպերացիան այս իմաստով օգնում է անդամներին օգտվել հավասարաչափ հնարավորություններից։ Ծրագիրը նպատակ ունի այս տարածաշրջանում լուծել արոտների ջրարբիացման եւ մթերման կայանների խնդիրը։ Մարզ գյուղում էլ հանդիպումն առաջին անգամ չէր, սակայն այստեղ ծրագրի ներկայացուցիչը ստիպված բացատրածը կրկին բացատրեց։ Թերահավատության պատճառներից մեկն այն էր, որ մարդիկ չէին հավատում, թե պետության կողմից կատարվող 80% ներդրումն անվարձահատույց է։ Համայնքապետ Ռոբերտ Գալստյանը լավատես է։ Վերջինս վստահ է, որ արոտ ունեցողների մեծ մասը հաստատ ընդգրկվելու է։ Առաջին բանը կլինի եւ 50% կապավի կոլեկտիվն ու կամաց կշատանա, կարծիք դա է։ Մարզն ունի 153 ծուղ, 620 բնակիչ։ Ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է։ Դրանով զբաղվում է գյուղի 80%-ը։ Դաշտավարությամբ չեն զբաղվում, պատճառները նույնն են։ Չենք ունեցել գյուղտեխնիկա, մեխանիզացիա, դրամա, վայելահողեր դարձել են խոթարքներ։ 98 հեկտար վարելահողն ամբողջությամբ վերածվել է խոթարքի։ Գյուղտեխնիկայի հարցում կրկին նույն պատկերն է։ Արտագնա աշխատանքի մեկնել են 10 ընտանիքից։ Գյուղամիջյան ճանապարհները վատ վիճակում են։ Գյուղը գազաֆիկացված է, սակայն կապույտ վարելիքից օգտվում է ընդամենը 30 ծուղ։ Հիմնական վարելիքը փայտն է, պատճառը սոցիալական ծանր վիճակն է։ Հերմինե Զարմանյան, Սարգիս Գոքորյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր։